Անի ջան, ձեր հարցին մի հավելում եւս, երբ որ դուք ասում եք, որ արդյոք ծնողներին ուղղորդում են ու այդ վախն են սերմանում, որ այ դուք մի արեք, մի բողոքեք, որ չխոչընդոտվի process-ը, ուզում եմ ասեմ, որ դուք չեք սխալվում, դա հենց 44-օրյայի առաջին օրվանից համակարգված արշավ է եղել, այդպիսի քարոզչություն, այդպիսի սկեպտիցիզմ սերմանելու ծնողների շրջանում եւ դուք կհիշեք, եթե չեմ սխալվում, ազգանունը չեմ հիշում, Ռուստամ անունով ծնող կար, ով 20 թվականի վերջերին արդեն իսկ ամենայն հարգանքով իր վշտի եւ ցավի հանդեպ արդեն իսկ հուղարկավորած լինելով իր որդուն գալիս էր եւ լրագրողների առջեւ ներկայանում էր իբրև անհետ կորածի հարազատ ու ասում էր, որ խնդրում եմ մի արեք ցույցեր, որպեսզի դա չխոչընդոտի Արցախի շրջանում որոնողական աշխատանքներին, բայց այդ մարդը վաղուց արդեն իր որդուն հողարկավորել էր։ Այնպես որ նկատի ունեցեք, որ իհարկե ցավոք սրտի որդեկ օրույս մարդկանց շրջանում ունեցել են արյան վաճառականներ, որոնք պատրաստ են եղել տուրք տալ ինչ-ինչ շահերից ելներով այդպիսի ստոր քարոզչության։ Ես էլի ըմբռնումով եմ մոտենում բոլոր այն ծնողների հարազատների վախերին, որոնք հույս ունեն չբարձրաձայնել այդ մտավախությամբ, որովհետև այդ վախը շատ իրական է սերմանվել հասարակության մեջ, բայց պետք է հասկանանք, որ ինչքան ժամանակը հոսում է, այնքան մեր համար բարենպաստ լուծում, իսկ բարենպաստը թող բոլորը ինձ ներեն, բայց իմ համար գոնե գերեզման ունենալու տեսլականն է, ավելի աղոտ է դառնում։ Ես եմ